Վարորդների նկատմամբ ոտնձգությունը քաղաքի եւ ամբողջ համակարգի նկատմամբ ոտնձգություն է։ Այս մասին գործակարգավարական խորհրդակցության ընթացքում նշել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով հանրային տրանսպորտում ուղևորցի վճարման վերահսկողությանն ու դրա շուրջ արձանագրված միջադեպերին։ Մենք ունեցել ենք մի քանի միջադեպեր, մեկ կոնկրետ շատ տհաճ միջադեպ, որը վերածվել է կռվի եւ հարձակում է եղել վարորդի վրա։ Ես գիտեմ, որ 3 անձինք ձերբակալվել են եւ ոնց որ 4-րդն էլ անցնում է համապատասխան գործով։ Ես ուզում եմ վստահ լինել, որ այդ անձինք պատժվելու են խստագույնս։ Եվ իրականում որևէ ոտնձգություն վարորդների նկատմամբ դա միայն անհատ անձի նկատմամբ ոտնձգություն չէ։ Դա ոտնձգություն է քաղաքի նկատմամբ, դա ոտնձգություն է այս ամբողջ համակարգի նկատմամբ եւ ուզում եմ բոլորը իմանան, մեր վարորդները առաջին հերթին, որ մենք նրանց հետ ենք եւ մենք նրանց կողքին կանգնած ենք, իսկ բոլոր այն մարդիկ, ովքեր որ գիտեք, ոնց ասեմ, չվճարող մարդը աչքերը կախ ամոթից գետինը մտնելու փոխարեն հələ մի հատ է ելույթներ ունենում, հələ մի հատ է հորթուբորթ է գալիս, հələ մի հատ էլ ագրեսիվ է։ Ավինյանի խոսքով նախորդ շաբաթվա համեմատ հանրային տրանսպորտում վալիդացիաների թիվը տարբեր օրերին աճել է 15-ից 30%-ով, ինչը նրա գնահատմամբ վկայում է վերահսկողական մեխանիզմի արդյունավետության մասին։ Քաղաքապետը հատուկ շնորհակալություն է հայտնել վարորդներին, ընդգծելով, որ նրանք, չնայած սադրանքներին, շարունակում են զուսպ կատարել իրենց աշխատանքային ու վերահսկողական պարտականությունները։ Շաբաթական մի 70-80 միլիոն դրամի չվճարում ունենք, այս հաշվարկը։ Սա ինչ է նշանակում, որ շաբաթը 2 ավտոբուսի նոր ավտոբուս կարայինք առնենք, շաբաթական, այդ չվճարողների հաշվին։ Այսինքն իրենք բողոքում են նրանից, որ իրենց անպարտաճանաչության հետևանքով մենք ավել ավտոբուս չենք գնել։ Չնայած որ մենք գնել ենք, ամեն տարի էլ գնել ենք, այս տարի էլ ենք գնելու ու ավելացնելու ենք ու որակը բարելավենք։ Քաղաքապետարանում ներկայացված տվյալներով մեկ շաբաթում տոմսային համակարգում գրանցվել է 2.786.921 վավերացում, ինչը 18%-ով ավելի է նախորդ շաբաթվա համեմատ։ Նիստում Ավինյանը հանձնարարել է նախապատրաստել 170 նոր ավտոբուսի գնման մրցույթ, հետագայում հին շարժակազմը փոխարինելու համար։ Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաև վերջին տեղումների հետևանքով առաջացած խնդիրներին։ Գյուրջան փողոցում անձրևներից հետո կրկին ջրի կուտակում է առաջացել լանջերից եկած հողի եւ քարերի պատճառով, իսկ Սեբաստիայի հատվածում արդեն ֆինանսավորվել են հեղեղատար համակարգի կառուցման աշխատանքները։ Տեղային լուծման պայման կգտնենք, արդեն վիոլայի մասնագետներից նախնական պայմանավորվածություն ունենք, մի հատ գնանք տեղում ուսումնասիրենք, հավանաբար անձրևընդունիչ ցանցերի քանակը ավելացնենք եւ որպեսզի կարող այդ ջրի քանակը ավելի շատ մեծ քանակությամբ կլանի։ Քաղաքապետարանում նշել են, որ Երևանում արդեն գույքագրվել է 50 խնդրահարույցասցե, որտեղ անհրաժեշտ են տեղային ինժեներական լուծումներ։ Խորհրդակցության ընթացքում ամփոփվել են նաև առաջին եռամսյակի սպորտային, մշակութային եւ արտադպրոցական ծրագրերը։ Քաղաքապետարանը ներկայացրել է մարզական մրցաշարերը, բակային ֆուտբոլի ծրագրերը, միջազգային գեղասարքի ու ըմբշամարտի միջոցառումները, նաև Երևանի մարզադպրոցների սաների միջազգային հաջողությունները։ Ապրիլի 1-ից 7-ը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում կայացել է սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի մրցաշարը։ Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի մարզիկներ Արթուր Դավթյանը եւ Համլետ Մանուկյանը նվաճել են ոսկե մեդալ, իսկ Արթուր Ավետիսյանը դարձել է արծաթե մեդալակիր։ Նիստում զեկուցվել է նաև, որ Երևանի սեփական եկամուտների կատարողականը 2026 թվականի առաջին եռամսյակում կազմել է 107.2%, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ավելի քան 5.9 միլիարդ դրամով։ Խորհրդակցության ժամանակ հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը ներկայացրել է դպրոցներում բջջային հեռախոսների օգտագործման սահմանափակման արդյունքներն ուսումնասիրող հարցման տվյալները։ Նրա խոսքով հարցմանը մասնակցել է 20,000 ռեսպոնդենտ, իսկ հարցված ուսուցիչների 48.2%-ը 20 եւ ավելի տարվա ստաժ ունեցող մանկավարժներ են։ Ամենաակտիվը եղել են 7-րդ դասարանցիները։ Արդյունքների համադրված վերլուծությունը ցույց է տալիս, որ
Բջջային հեռախոսների օգտագործման սահմանափակումը ընդհանուր առմամբ դրական է ընկալվում ինչպես ուսուցիչների, այնպես էլ ծնողների եւ սովորողների կողմից։ Այն դիտարկվում է որպես կարևոր գործոն, որը նպաստում է դասերի ընթացքում սովորողների ուշադրության առավել կենտրոնացմանը եւ դպրոցական կարգապահության ամրապնդմանը, ստեղծելով ավելի արդյունավետ եւ նպատակային ուսումնական միջավայր։ Ուսուցիչների դիտարկմամբ սահմանափակումն էական դժվարություններ չի առաջացրել ուսուցման կազմակերպման գործընթացում, թեպետ դասերի ընթացքում երբեմն առաջանում են ուսումնական նպատակներով հեռախոսների կիրառման անհրաժեշտությունը, ընդհանուր մոտեցումը վկայում է սակայն, որ սահմանափակումը չի խոչընդոտում ուսումնական գործընթացին, այլ նպաստում է տեխնոլոգիաների առավել նպատակային եւ վերահսկվող օգտագործմանը։ Խորհրդակցության ավարտին ներկայացվել են նաև կենդանիների խնամքի կենտրոնի ակտիվ քաղաքացի հավելվածի եւ բնապահպանական ծրագրերի տվյալները։ Հայտարարվել է, որ առաջին եռամսյակում կենտրոնն է տեղափոխվել 1212 թափառող շուն, իսկ բջջային հավելվածով ընդհանուր առմամբ մուտքագրվել է 95558 հայտ, որոնց զգալի մասը լուծում է ստացել։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։